Ողջույն ընկերներ, Մայիս Կարիբյանն է, MMK Podcast։ Նրանք, ովքեր առաջի անգամ են միանում ինձ, MMK Podcast-ը հիմնականում 4 կետերի մասին է՝ հավատք, ընտանիք, առողջություն եւ ֆինանսներ։ Իմ background-ը լինելով ֆինանսների մեջ տարիներ շարունակ, ես ուզում եմ կիսվել ձեր հետ ֆինանսական հաջողություններից ամենակարևորագույն թեման, որը սովորացնում է Աստվածաշունչը, եւ պատրաստել եմ 10 կետ, որ ցույց է տալի, թե ինչքան կարևոր է հասկանալ, թե մեր ֆինանսների ամենագաղտնիքը, եթե ուզում ես ֆինանսապես առաջ գնալ կյանքում եւ հաջողվել, ոչ միտեղ պետք չի ման գաս։ Աստվածաշունչը շատ լավ օրինակներ եւ համարներ է տալի, թե ինչպես վարվենք մեր ֆինանսների մեջ, որ Աստված օրհնի, որտեվ ես լինելով այս ինդուստրիայի մեջ տարիներ, տեսել եմ շատ անհատներ վաստակել են մեծ գումարներ, սակայն ոչինչի չեն հասել եւ շատ անգամ ինչքան վաստակել են 1-ին 3 կամ 1-ին 10 ավելի շատ կորցրել են, որտեվ չկար նրանց այդ գումարի մեջ օրհնություն։ Եվ եթե ինչ որ ֆինանս վաստակում ես քո աշխատանքով, քո բիզնեսով, շատ կարևոր է հասկանալ, մանավանդ եթե հավատում ես Աստծուն, հասկանալ, որ Աստծո օրհնությունը պարտադիր է, որ քո ֆինանսները օրհնված լինեն։ Եվ ինչպես ստանալ Աստծո օրհնությունը, եթե ոչ սովորելով, թե ինչ է ասում Աստվածաշունչը ֆինանսների մասին։ Այսպիսով դասանորդ տալու 10 օրհնությունները Աստվածաշնչի համաձայն։ Եվ ես այս համարները ճարել եմ Աստվածաշնչից եւ ամեն համար յուրահատուկ դաս է սովորացնում մեզ յուրաքանչյուրից, սկսած ինձանից։ Դասանորդը սովորացնում է Աստծուն դնել առաջի տեղում։ Դա շատ կարևոր է։ Շատ անգամ մենք մանավանդ հայերս միշտ ասում ենք Աստծուն հավատում ենք, Աստված մեր կյանքում ամեն ինչ է, բայց Աստված շատ պարզ նայում է մեր գործերին եւ մանավանդ երբ որ գալիս է ֆինանսներին, որտեղ ֆինանսները ամենասենսիտիվ կամ ամենավտանգավոր էրիան է մարդու կյանքի մեջ։ Առակաց 3:9-ի մեջ Աստված ինչ է պատվիրում մեզ։ Պատվիր Տիրոջը քո ունեցվածքով եւ քո բոլոր բերքերի առաջին պտուղներով։ Երբ առաջինը տալիս ենք Աստծուն, ցույց է տալիս, որ նա մեր կյանքում ամենակարևոր տեղում է գտնվում։ Եվ դա իրականություն է։ Ես իմ կյանքում շատ անգամներ համոզվել եմ, երբ որ Աստծուն բերում եմ իմ բաժինը եւ զգում եմ, որ Աստծուն իրոք ես դրել եմ առաջի տեղը, Աստված օրհնում է իմ ֆինանսները։ Դասանորդը սովորացնում է վստահել Աստծուն։ Մաղաքիայի 3:10-ում գրված է. «Տասանորդ տալով մենք սովորում ենք ապավինել Աստծո հոգության ոչ թե միայն մեր եկամուտների կամ կարողությունների վրա»։ Դա շատ կարևոր է հասկանալ, երբ որ մենք կարողանում ենք գումար վաստակել, դա եւս Աստծո օրհնությունն է, որտեվ Աստված եթե մեզ ուժ եւ առողջություն չտա, չենք կարող այդ գումարը վաստակել։ Երրորդ կետը՝ տասանորդը հաղթահարում է ագահությունը։ Գիտես, շատ անգամ մարդիկ, երբ որ սկսում են մեծ գումար վաստակել, այնտեղ երևում է մարդու ներսի էությունը։ Իհարկե այս հարցին կամ այս ասացվածքին շատերս արդեն հանդիպել ենք կամ լսել ենք։ Արդյոք փողը փոխում է մարդուն։ Միգուցե որոշ դեպքերում դա իրականություն է, բայց ես ավելի շատ հակված եմ հավատալու, որ ոչ թե փողը փոխում է մարդուն, այլ մարդու իրական տեսակը, այսպես ասած, ջրի երես է բերում։ Եվ երբ որ մենք սովորում ենք փոքր մեր եղածի մեջ, փոքր մեր աշխատածի մեջ բաժին բերել Աստծուն, երբ որ Աստված մեզ օրհնի ավելի մեծ գումարներ վաստակենք մեր կյանքում, ավելի հեշտությամբ կարող ենք նույն մեր բաժնից տալ Աստծուն, ինչու որտև տարիների ընթացքում մենք սովորում ենք բաժնից տալ Աստծուն եւ այդ ագահությունը մեր մեջ քչանում է կամ վերանում է։ Ես այդպես եմ հասկանում։ Չեք կարող ծառայել եւ Աստծուն եւ մամոնային։ Մատթեոս 6:24-ում է գրված, որը հարստության մասին է։ Կանոնավոր նվիրատվությունը օգնում է, որ փողը չդառնա մեր կյանքի կուռքը։ Եվ իրականության մեջ տեսնում ենք, որ շատ մարդիկ տարիների ընթացքում, երբ որ գումարը ավելանում է, մի տեսակ գումարը դառնում է իրենց կուռքը եւ Աստվածաշունչը Մատթեոս 6:24-ում շատ պարզ բացատրում է, որ 2
Տիրոջ չես կարող ծառայել։ 10-որդը 4-ը զարգացնում է հնազանդությունը։ Երկրորդ Օրինաց 14:23 ամեն անգամ երբ տալիս ենք, հնազանդվում ենք Աստծուն եւ ենթարկվում ենք նրա կամքին։ Իրոք շատ դա ճիշտ օրինակ է, ես անձամբ կարող եմ իմ վկայությունը տալ, ինչպիսի ազդեցություն է տողել, երբ որ դու 10-րդի մեջ կատարում ես քո բաժինը, Աստված քեզ նաև սովորացնում է հնազանդություն։ 10-րդը ծնում է շնորհակալ սիրտ։ Հակոբոս 1:17-ի մեջ գրված է հետևյալ խոսքերը. Ամեն բարի եւ կատարյալ պարգև վերևից է գալիս։ 10-րդը մեզ հիշեցնում է, որ մեր ունեցած ամեն ինչ Աստծո պարգևն է։ Շատ անգամ մենք մոռանում ենք, եւ ասեմ ավելին, շատ անգամ ոչ թե միայն մոռանում ենք, այլ կարծում ենք ինչ որ ստեղծել ենք, մենք ենք արել։ Առանց Աստծո օրհնության ոչ մի բան չենք կարող անել։ Դա մի բան է, որ յուրաքանչյուրը պետք է հավատա դրան։ Ես հավատում եմ եւ տարիների ընթացքում, երբ որ Աստծուն ավելի մոտիկից ես ճանաչում, գնալով համոզվում ես յուրաքանչյուր այս խոսք իրականություն է։ 10-րդը համարվեց աջակցում է Աստծո գործին, Մաղաքիա 3:10։ Մեր նվիրատվությունները օգնում են եկեղեցուն ավետարանչությանը, միսիոներական գործերին եւ կարիքավորներին ծառայել։ Եկեղեցին շատ անգամ այդ 10-րդը, երբ որ ստանում է իր մեմբերներից, օգտագործում է այդ գումարը այսպիսի ծառայության համար։ 7-րդը 10-րդը ամրացնում է հավատքը։ Երկրորդ Կորինթացիների 5:7-ում, քանի որ հավատքով են քայլում, ոչ թե տեսնելով։ Տալը հավատքի քայլ է, քանի որ վստահում ենք, որ Աստված շարունակում է հոգալ մեր կարիքները։ Իհարկե դա վստահության քայլ է։ Միանշանակ պետք է ոչ թե տեսնենք նոր հավատանք, այլ հավատանք եւ նոր կտեսնենք օրհնությունները։ 8-րդ կետը 10-րդը բերում է ուրախություն։ Ամենալավ զգացմունքներից մեկը կյանքում, երբ որ տալիս ես։ Հավատա, ամեն ինչի մեջ, գումարի մեջ, օգնելու մեջ, սիրո մեջ, ներելու մեջ, երբ որ դու առաջինն ես տվողի դիրքում, քո մեջ զարգանում է ուրախությունը, դու դառնում ես ավելի ուրախ մարդ։ Աստված սիրում է ուրախությամբ տվողին։ Առանձնաձեռնությունը ուրախությունը բերում, որովհետև մասնակցում ենք Աստծո գործին։ 9-րդը 10-րդը մեզ ավելի նմանեցնում է Քրիստոսին։ Գործ Առաքելոցի 20:35-ում ավելի երանելի է տալը, քան ստանալը։ Նույնիսկ Աստվածաշնչում այս խոսքը հազարավոր տարիներ առաջ գրվել է։ Ավելի լավ է տալը, քան ստանալը։ Հիսուս Քրիստոսը ամենամեծ տվողն էր։ 10-րդը ձևավորվում է Քրիստոսի նման սիրտ։ Մեր մեջ ձևավորում է Քրիստոսի նման սիրտ։ Եվ վերջի 10-րդ համարը 10-րդը հիշեցնում է, որ ամեն ինչ Աստծունն է։ Սաղմոս 24:1-ի մեջ գրած է. Տիրոջն է երկիրը եւ նրա ամբողջությունը։ 10-րդը մեզ հիշեցնում է, որ մենք միայն տնտեսներ ենք, իսկ իրական Տերը Աստված է։ Հուսամ այս 10 կետերը օգտակար կլինի որոշներիս, որ իրոք վերանայենք մեր կյանքը, մեր հավատքը եւ ինչպես ենք նայում, թե ինչ է սովորացնում Աստվածաշունչը 10-րդի մասին։ Որպես ամփոփում կուզեմ հիշեցնել. 10-րդը մեզ սովորացնում է արագ անցնեմ լիստի վրա։ Աստծուն առաջի տեղում դնել, վստահել Աստծուն, հաղթահարել ագահությունը, հնազանդվել Աստծուն, լինել շնորհակալ, աջակցել Աստծո գործին, աճել հավատքի մեջ, ապրել ուրախությամբ, նմանվել Քրիստոսին, հիշել, որ ամեն ինչ Աստծունն է, որտեղ քո գանձն է, այնտեղ էլ կլինի քո սիրտը։ Մատթեոս 6:21։ Շնորհակալություն, որ նայեցիք այս կարճ վիդեոն։ Եթե մի բան քաղեցիք, անպայման տարածեք ձեր էջերում եւ հետեւեք իմ podcast-ին MMK podcast@myismike.caribbean։ Հարցերի դեպքում կարող եք ինձ direct message անել եւ ես մեծ սիրով կփորձեմ պատասխանել ձեր հարցերին։ Ստեսություն ձեզ, Աստված օրհնի։